Գիտեիք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կիլոմետր արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին գտնվում է Վահնավանք, նաև Հովանավանք միջնադարյան վանական համալիրը։ Վանական համալիրի առաջին կառույցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 911 թվականին, Տաթևի վանքի հանդիսավոր օծումից 5 տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բախկ գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ 11-րդ դարի երկրորդ կեսին Վահնավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ։ Մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի, Սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։ Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոց, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ասյունեցին։ Վահնավանքում են գտնվում Վահան իշխանի Սահակ Սևադա-բեի, Սոփի Թագուհու, Սյունիքի գահերից իշխած Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ բեի և Գրիգոր Այի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած 4 թագավորների վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։ 1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականին վերականգնողական աշխատանքներ։ 2006-2009 թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրանքից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։ Համալիրի երկհարկ եկեղեցին, Սուրբ Աստվածածինը, վերականգնվել է խորհրդային տարիներին։